ես ու թրթիր, բախտն ես իմ միակ վսել Դու շողն ես իմ սրտի, դու դողն ես իմ շրտի Լա 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 իմ կյանքն ես դուրս է Իմ սիրտն ես իմ տարեկն ես, տենչն ես իմ հոգու երաջ եզերքն ես իմ սիրո անմար երկն ես Հայաստանի հյուսիսում Արագած լեռան լանջերին ծվարած է Բյուրականը, մի փոքրիկ, բայց պատմությամբ ու գիտությամբ հարուստ գյուղ։ Անվանումը հենց հուշում է՝ Բյուր ակունքների գյուղաշխարհ։ Միջնադարում Բյուրականի տարածքը հայտնի էր որպես հայ թագավորների որսատեղի։ Գյուղի տարածքում հայտնաբերվել են հնագույն դամբարաններ և կառույցների մնացորդներ, որոնք վկայում են, որ այստեղ մարդիկ ապրել են հազարավոր տարիներ առաջ։ Բյուրականում առանձնահատուկ է Սուրբ Հովհաննես եկեղեցին, որը կառուցվել է 10-ից 13-րդ դարերում։ Բյուրականի գեղեցկությունը ներշնչել է բազմաթիվ հայ գրողների, նկարիչների ու երաժիշտների։ Այստեղ իրենց գործերն են ստեղծել Խաչատուր Աբովյանը, Պարույր Սևակը, Ավետ Տերտերյանը, Կոմիտասը և ուրիշներ։ Բյուրականի կյանքին նոր գույներ տվեց Աստղադիտարանը, որը հիմնադրվել է 1946 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ։ Իմ սիրտն ես ու տարեկն ես, տենչն ես իմ հոգու երաջ եզերքն ես իմ սիրո անմար երկն ես Բյուրականի Աստղադիտարանը գյուղի կրթական մասին որքանով է օգնում։ Այդ մասը շատ կարևոր եմ համարում, որտեղ Աստղադիտարանը շատ մեծ ներդրում ունի այդ առումով։ Հենց առաջիններից մեկը կնշեմ հենց գիտաճամբարները, որը կազմակերպվում են դպրոցականների համար, որին մասնակցում են Հայաստանի տարբեր մարզերի երեխաներ հատուկ ընտրված ու նաև մեծ հնարավորություն է տրվում հենց Բյուրական գյուղի դպրոցականների համար։ Հետաքրքրությունը երեխաների ինչպիսին է։ Շատ բարձր, որտեղ պետք է նշել, որ հենց երեխեքը շատ հատուկ ընտրված են, բայց նաև դրա հետ մեկտեղ երեխաները փորձում ենք շատ լավ ներկայացնել, որ երեխաների հետաքրքրությունը շատ բարձր լինի ու պետք է ասեմ, որ արդյունք ունենք։ Հուսամ շատերը կգան մեզ մոտ։ Բյուրականի Աստղադիտարանը ինչի հենց ստեղ կառուցվեց։ Աստղադիտարների համար շատ կարևոր հարց, ինչու հենց այստեղ։ Նախ առաջինը պետք էր ունենալ տարվա ընթացքում բաց գիշերների ավելի շատ քանակ, քան մեկ այլ տեղում։ Հենց Բյուրականի այս տարածքը, այս տարածաշրջանը հենց շատ լավ պայմաններ էր ստեղծում դրա համար։ Հաջորդ շատ կարևոր փաստը, որ Երևանին մոտ էր, ու Համբարձումյանը որոշեց, որ այս տարածքը ամենահարմար միջավայրն է։ Եկել են այստեղ ամեն ինչ ամայի վիճակում է եղել, ամեն ինչ տեսնում եք, այս բնությունը, այս ծառերը հենց Համբարձումյանի ջանքերով է, հատիկ տնկվել։ Դուք երիտասարդ կին գիտնական եք։ Ինչի սկսվեց, ոնց սկսվեց այդ ուղին։ Այդ ուղին սկսվեց համալսարանից, ես սովորել եմ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ Երրորդ կուրսում մենք արդեն պետք է ընտրեինք կոնկրետ ուղղվածություն, ամբիոն, որ շարունակեինք արդեն բակալավրի վերջին մասը ու հետո մագիստրատուրա։ Ես միանգամից առանց տատանվելու տեսնելով ցուցակի մեջ աստղագիտությունը, ես ոչ մի բան աչքիս չեկավ, միանգամից ընտրեցի այս ուղղությունը։ Վիկտոր Համբարձումյանը ոչ միայն հայ աստղագիտության, այլև միջազգային գիտական աշխարհի համար բեկումնային նորարարություններ արեց։ Նա չէր սիրում, երբ իրեն գիտնական էին անվանում։ Նա խնդրում էր գիտության աշխատող անվանումը։ Իր հասած փառքին ասում էր՝ դատարկ բան է, պետք է աշխատել։ Չափազանց կարևորում էր հայոց լեզվի իմացությունը, հանգստանում էր քայլելով, գեղարվեստական գրքեր կարդալով, գյուղացիների ու բանվորների հետ զրուցելով, սիրում էր առավելապես պոեզիան, ժողովրդական երգերից Դլեյամանը, ատում էր շահասիրության համար հայրենիքը լքողներին, ծուլությունն ու նյութապաշտությունը, մարդուն համարում էր տիեզերք տիեզերքի մեջ, արեգակի ջերմության նման կարևորում էր մարդու ջերմությունը, ցավոք մարդկային ջերմությունը գնալով նվազում է, մանավանդ դա զգացել եմ արտասահմանում, պատերազմները սկսվում են այն ժամանակ, երբ սրտերը սառչում են։ Կպատմեք մի քիչ Վիկտոր Համբարձումյանի մասին, արդյոք ձեր ոգեշնչման աղբյուրներից մեկը հենց նա է դարձել։
Վիկտոր Համբարձումյանի մասին ամենակարևոր փաստը կարող եմ նշել այն, որ Համբարձումյանը ծնունդով արմատներով հենց նույն մարզից է, ինչ որ ես, եւ իր կատարած աշխատանքները, Իսկ որ մարզից, հենց Բյուրականից։ Չէ, Գեղարքունիքի մարզ։ Հա։ Գեղարքունիքի մարզից ինքը Վարդենիսից է արմատներով, ես Մարտունեցի եմ։ Իր դրած ավանդական ուղղությունը շատ կարևոր ու ծանրակշիռ դեր ունի իմ աշխատանքում, միջև որը զբաղվում եմ, ճիշտն ասած։ Ինչ հետաքրքիր պատմություններ կպատմեք Համբարձումյանի մասին, որ գյուղում լսել եք։ Կարող եմ նշել, որ երբ որ հիմնադրվեց Բյուրականի աստղադիտարանը, այդ ժամանակ առաջարկեցին դիտումների որակը լավ լինելու համար, առաջարկեցին գյուղը տեղափոխել ուրիշ տեղ, բայց Համբարձումյանը չի համաձայնվել ու Բյուրական գյուղը չի տեղափոխել ու մնացել են հենց այստեղ։ Զարգացել է, մեծացել է գյուղը, այո։ Ինքը այս տանն է ապրել ու շատ են պատմում, որ ինքը հաճախ դուրս էր գալիս ման գալու հենց նրա համար, որ իր նոր գաղափարներ ծնվեն իր ուղեղում։ Հա, հենց ուզում էր նոր գաղափարներ, ինքը պարտադիր դուրս էր գալիս ման գալու։ Ինչով է ձեզ օգնել այն փաստը, որ Վիկտոր Համբարձումյանը այստեղ է ապրել, այստեղ ստեղծագործել եւ դուք էլ եք այստեղ ապրում եւ ստեղծագործում։ Այդ օգնում է ձեզ։ Շատ է օգնում։ Նախ ես էլ իր օրինակով դուրս եմ շատ եմ դրսում ման գալիս ու իսկականից որ հենց այդ պահերին է, որ միտքդ փայլատակում է ու սկսում ես ինչ-որ հետաքրքիր բաներ մտածել գիտության ուղղությամբ, միտքդ շատ պայծառանում է։ Ինչով եք այստեղ զբաղվում։ Ես հիմնականում սկսել եմ իմ գիտական աշխատանքները աստղառաջացման տիրույթներով, հենց մագիստրատուրայից սկսած, աշխատում եմ Ելենա Նիկոլոսյանի ղեկավարությամբ, զբաղվում եմ երիտասարդ աստղերի ուսումնասիրությամբ, ինչպես են ծնվում, ինչ պայմաններում են ծնվում ու ինչպիսի նախապայմաններ են պետք աստղառաջացման համար։ Բայց կար չէ կարծրատիպ, որ այլևս նոր աստղեր չեն ծնվում։ Հա, այդպիսի կարծրատիպ եղել է։ Համբարձումյանի ժամանակ մարդիկ մտածում էին աստղերը առաջացել են մեր գալակտիկայում ու մյուս գալակտիկաներում միանգամից ու վերջ ու կանգ է առել աստղառաջացման process-ը, բայց իրականում այդպես չէ։ Համբարձումյանը ասաց, որ ոչ, աստղերը հենց հիմա են ծնվում ու իսկապես մեր գալակտիկայի պարուրաձև թևերի վրա հենց գտնվում է մոլեկուլային ամպեր, որտեղ հենց հիմա աստղեր են ծնվում։ Սա մեր գալակտիկայի մոդելն է։ Մենք չունենք հնարավորություն դրսից տեսնելու, սա ընդհանրապես մոդելն է աստղերի դիրքեր ուսումնասիրելուց, վերականգնել ենք ու ասել ենք, որ մեր գալակտիկան այսպիսի տեսք ունի պարուրաթևեր, այս պարուրաձև, որտեղ հենց աստղառաջացում է։ Ես հենց այդ թևերի ուսումնասիրությամբ եմ զբաղվում։ Սա մեր արեգակի էվոլյուցիան է վերջի պահին, այսինքն այս սկսած մոտավորապես 8-ից 9 միլիարդ տարի այդ этаպից սկսած արդեն արեգակի էվոլյուցիայի վերջի փուլերն են ընթանում, երբ միջուկը սեղմվում է, ինքը գնալով մեծանում է, բնականաբար մեր տեսանկյունից նայելուց գալիս է դեպի մեզ։ Մենք էլ ենք ոչնչանում։ Մենք էլ ենք, այնքան կմեծանա, որ նույնիսկ մեր ուղեծիր կհասնի, մեր ուղեծրին երկիր մոլորակը։ Դե իհարկե մենք էս չենք տեսնի։ Դե հա, քանի միլիարդ տարի հետո։ Մոտավորապես սկսվելու է այդ process-ը մի 4 միլիարդ տարի հետո, բայց գոնե պետքա պատրաստվենք դրան, էլի։ Գիտնականները մեր կյանքի փրկության համար երկու տարբերակ են առաջարկում։ Ասում են կամ պետք է մոլորակը փոխենք, ուրիշ մոլորակ գտնենք կյանքի համար հարմար պայմաններով, ուրիշ մոլորակ տեղափոխվենք կամ այնքան զարգանանք, որ ստեղծենք հատուկ մատորներ, որ կարողանա մեր երկիրը իր ուղեծրից տեղափոխի ավելի հեռու, այսինքն արեգակից հեռացնի, հետո երբ որ այս արտաքին թաղանթը փոխվի, բերենք մոտիկ։ Իհարկե հիմա չեմ պատկերացնում դա ինչ մատորներ կարող են լինել, ինչ ոնց կարող է երկրագունդը հսկայական տեղափոխել, բայց խոսքը միլիարդավոր տարիներ հետո։ Փաստ կարող եմ ասել, որ հասկանալով թե մեզ ինչ է սպասվում ապագայում, մենք պետք է թողնենք ներքին այս ամեն ինչը ու լծվենք
մեր երկրագունդը մեր տեսակը փրկելու համար, ոչ թե իրար հետ կռվելու։ Ես զբաղվում եմ աստղառաջացումով, այսինքն ոնց է աստղը ծնվում գազափոշային նյութից, ոնց է աստղը առաջանում։ Մենք կարողացել ենք բազմաթիվ երիտասարդ աստղեր հայտնաբերել, այսինքն մի աստղառաջացման տիրույթում մոտ մի քանի 100 աստղ ենք գտել։ Զբաղվում եմ փախչող աստղերով։ Ինչ են փախչող աստղերը։ Աստղառաջացման տիրույթում ամենասկզբում շատ ակտիվ է ամեն ինչ աստղերը, բոլորը առաջանում են, այս մեկ այս կոմը գրում ենք ու որոշները, անհաշտները դուրս են թռնում աստղակույտից։ Ու այս տիրույթը ուսումնասիրելուց, այս մեծ տիրույթը ուսումնասիրելուց ես կարողացա գտնել մոտավորապես 23 հատ։ Մենք աստղերի մաս ենք կազմում ու մեծ զանգվածներով։ Այսինքն այս աստղը հետո որոշ ժամանակ հետո մի քանի տարի հետո գնալու է ուրիշ տեղ պայթի ու ինքը կյանքի առաջացման համար պայմաններ է ստեղծելու ինչ որ մոլորակի համար։ Մեծ զանգվածով աստղերը այդպիսի կարևորություն իրենք կյանքի առաջացման համար տարեր են կրում իրանց մեջ։ Գործընկերներից մեկը այստեղ իր սեմինար արեց, ինքը ներկայացնում էր թե ոնց է առաջացել կյանքը մեր երկրի վրա։ Իրանք բացատրում էին, որ գերնորապայթ է, այսպիսի մի աստղ պայթել է, ու այդ նյութը, հարուստ նյութը, տարերով հարուստ նյութը տարածվել է գալակտիկայում ու մեր մոլորակը, մեր արեգակը իր մոլորակներով հանդերձ անցել են այդ նյութի միջով։ Ու քանի որ մեր երկրագունդը գտնվում է այնտեղ, որտեղ որ պայմանները լավ են կյանքի համար, այդ տարերը կյանքի առաջացման համար պայմաններ են ստեղծել ու առաջացել ենք մենք։ Երբ կգնանք մենք այլ մոլորակ, երբ հասպասվում է տորը։ Երևի թե մեզ դեռ երկար ժամանակ է պետք դրան հասնելու համար։ Ճիշտ է, հույս ունեմ, որ այն փաստը, որ տեխնոլոգիաները վայրկյանում շատ մեծ արագությամբ զարգանում են, բայց դեռ երկար ժամանակ պետք է գա, որտեղ բնության մեջ ամենաբարձր արագությունը լույսի արագությունն է 300,000 կմ/վ, մենք դեռ նույնիսկ մոտիկ չենք գնացել դրան։ Այսինքն ամենամոտիկ աստղը մեզ մի քանի լուսատարի հեռավորության վրա է, այսինքն լույսը մի քանի տարում ինչքան կանցնի, մենք այդքան արագություն դեռ չունենք, որ հասնենք, հա։ Նույնիսկ Մարս մոլորակը, որ մեզ ամենամոտ երկրորդ մոլորակն է, մենք նրան հասնելու համար 6 ամիս գնում ենք։ Մենք հիմա գտնվում ենք տարածաշրջանի ամենամեծ աստղադիտակի գմբեթի տակ, 26 մետր հայելու տրամագծով աստղադիտակն է, իրականացնում է ուղիղ պատկերներ, այսինքն դիտելուց հենց աստղերն ենք նայում ուղիղ եւ նաեւ սպեկտրներ, այսինքն յուրաքանչյուր աստղի սպեկտրը կարող ենք բացել տարբեր ալիքի երկարությունների վրա ուսումնասիրելու համար։ Ես մի քանի տարի առաջ դիտում իրականացրել, ասեմ ավելին ինքս իմ ձեռով մեքենան քշել եմ, շատ տպավորված եմ դրանով, հսկայական մի մեքենա, բարձրանում է, պտտվում է ու դիտում է երկինքը։ Էմոցիաները շատ, այսպես ասեմ, բուռն էին ու անընդհատ ձգտում եմ այս դիտակին իր հետ աշխատել։ Իսկ երբ ենք տեսնում աստղագիտության արդյունքը ուսումնասիրությունների։ Որպեսզի տեսնենք գիտության ռեալ արդյունքը մեր կյանքի մեջ 100 տարի պետք կլինի, այսինքն պետք չի սպասել, որ գիտությունը մեզ հենց այս բանին կամ 5 տարի հետո մեզ կտային ինչ որ մենք ուզում ենք մեր կյանքում ունենալ։ Շատ դեպքերում դա է, փորձում մարդկանց վանում է, լավ, այս գումարները տրամադրում ենք, մեզ արդյունք է պետք, բայց գիտության մեջ համբերատարություն է պետք, հարյուրավոր տարիներ են անցել ու մարդիկ հիմա մեր կյանքում ունենք այնպիսի հայտնագործություններ օգտագործում ենք, որ ժամանակին գիտնականներն են արել։ Մեկը մեր լույսը, այսինքն տանը լույս ունենք, հենց աստղագիտության ուսումնասիրության արդյունքում է եղել։ Ինտերնետը որ ունենք, այսինքն եղանակի տեսությունը, որ ստանում ենք, դրանք բոլորը տիեզերքից է գալիս, այսինքն
գիտությունը զարգացել է, աստղագիտությունը զարգացել է, դուրս ենք եկել տիեզերք ու ուսումնասիրում ենք մեր շրջակա միջավայրը, այսինքն գիտենք ինչ է մեզ սպասում։ Մեզ համար շատ կարևոր է դրսից ինչ ենք սպասում, այսինքն աստերոիդներ գալիս են թե չէ, տամ ինչ աստղագիտությունն է մեզ տալիս։ Համակարգչային տոմոգրաֆիան նույնպես ես կնշեմ Համբարձումյանի ջանքերի շնորհիվ հետագայում ինքը ուսումնասիրեց իր երիտասարդ աստղակույտերը ու այդ մեթոդը օգնեց գիտնականներին համակարգչային տոմոգրաֆիան բժշկության մեջ ներմուծել, հիմա մարդիկ դրանով ուսումնասիրվում են ու հետազոտվում են ու բուժվում են։ Հայաստանում գիտությունը դեպի ուր է գնում, որ փուլում ենք մենք։ Առաջ ենք գնում, միանշանակ ասեմ, մեծ թափով ամեն մեկս մեր ներդրումն ենք ունենում ու ասեմ, որ չեմ կարծում հետ ենք մնում, որովհետև մեր գիտական աշխատանքները արտասահմանյան ամսագրերում են տպագրվում, հայտնի մեծ բարձր ազդեցության գործակից ունեցող ամսագրերում։ Աշխարհում գիտնականները շատ քիչ են։ Դուք ինչ-որ խնդիրների բախվել եք, թե շատ հեշտ է ընթացել։ Անկեղծորեն որ ասեմ, իմ համար այդ process-ը շատ հարթ է անցել, սկսած ծնողներից սկսած, միշտ ինձ առաջ են մղել քաջալերելով, թե առաջ գնա ու չկանգնես, մինչև հիմա էլ այդ process-ը շարունակվում է։ Աստղերին, որ նայում եք, այդ ընթացքը օգնում է, որ երազեք, ինչ է ձեզ տալիս։ Այ, էսի լրիվ այդ կադրից դուրսը ծատերին թվում է մենք ռոմանտիկ ենք, բայց չէ։ Երբ որ դու առավոտը ժամը 7-ին ցուրտ ծմերդ դուրս ես գալի, ասում ուй արևածագ, ոչ, դա ռոմանտիկ չի։ Ասում ես ես եմ քնելն եմ։ Դե երկինքը նայելուց անծայրացիր խորանում ես, երկրագնդի ես մարդկային հարաբերությունները լրիվ վերանում են ու դու տեղափոխվում ես ուրիշ միջավայր, որտեղ ամեն ինչ ազատ է, ամեն ինչ հիանալի է, նույնիսկ գիտության մեջ էլ է այդպես, պետք է միտքդ բաց թողնես, որ կարողանաս նոր բաներ հայտնաբերես։ Ինչն է ձեզ մոտիվացնում։ Տիեզերքի գեղեցկությունը։ Այսինքն ինքը այնքան սիրուն է, այնքան տպավորիչ է, որ անընդհատ ուզում է քեզ ասի, որ ուսումնասիրի ինձ։ Դες ինչքան սիրուն է։ Այդ է պատճառը, որ չես կարողանում կտրվես այդ ամեն ինչին, երբ որ ասում են, դե չի պրծնում ձեր հարցերը, այդ աստղագիտությունը չէ, չի պրծնում։ Երբ տիեզերքը պրծավ, այդ վաղ մենք կպրծնենք, այսինքն չի պրծնելու։ Ոայ։ Այս արևային բաների հետ էր։ Եթե գիտության մեջ սահմաններ դնես, ոչ մի նոր բան չես կարող ունենալ։ Մեր գիտությունը անսահման է, ինչպես տիեզերքը։ Դու լույս ես ու թրթիր, բախտն ես իմ միակ վսել։ Դու շողն ես իմ սրտի, դու դոմ ես իմ շրտի, լա 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 իգանք ես լուսե, իմ սիրտն ես իմ տարերքն ես, տենչն ես իմ հոգու երաջ եզերքն ես իմ սիրո անմար եկն ես։ Գյուղի մեջ փոքրիկ ջահել, սև մազերով, սև աչերով, ապրում էր մի սիրուն աղջիկ, իրոք սերով իր նազերով։ Մի գյուղի մեջ փոքրիկ ջահել, սև մազերով, սև աչերով, ապրում էր մի սիրուն աղջիկ, իրոք սերով իր նազերով։